անգամ ում քարոզի սանցնելը սահմանում եմ իր որդիական երախտագիտությունս հայտնել մեր բոլորի սիրելի հայոց հայրապետին, նորի սուրբոզություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, որ այս սքանչելի տոնն ու ասական ուրախությունը պարգևեց ինձ և մեր սուրբ եկեղեցու ողջ հավատացյալ ժողովրդին։ Ես վստահ եմ, ոչար հավատով հավատում եմ, որ հայոց հայրապետը ձեռնադրվող յուրաքանչյուր հոգևորականի համար ապրում է անկեղծ և խոր ուրախություն, քանզի յուրաքանչյուր ձեռնադրություն եկեղեցու և նրա զավակների զորացման ու բարգավաճման խորհրդանիշն է։ Աղոթքս է, որ Տեր Աստված մեր հայոց հորը պարգևի առևժատ և երկար տարիներ խաղաղ ու անդորր գահակալություն, որպեսզի մեր սուրբ եկեղեցին իբրև նա փոթորկալի ծովի մեջ նրա հայրական առաջնորդությամբ կարողանա խաղաղությամբ հասնել իր ցանկալի նավահանգստին։ Աղոթական շնորհակալությունս եմ հայտնում նաև լուսահարապետ Հայրսուրբի և նրա նվիրական օգնականներին, ինչպես նաև մեր միաբանակից եղբայրներին, որոնք այս պահին աղոթքով են մասնակից մեր հոգևոր ուրախությանը, բարեմաղթելով նորաոց քահանաների աստվածահաճո ծառայություն։ Սրտաց շնորհակալություն եմ հայտնում նաև Ճեմարանի տեսչությանը և դասախոսական կազմին, որոնք իրենց հոգատարությամբ և նվիրվածությամբ կրթեցին ու դաստիարակեցին մեր նորաոց քահանաներին, հասցնելով նրանց այս պանծալի օրվա։ Շնորհավորում եմ նաև նրանց ծնողներին և մեր հավատացյալ ժողովրդին։ Դուք այսպես ունենալու եք նոր քահանայներ, որոնք սուրբ սեղանից պիտի բերեն օրհնություն, խաղաղություն և հոգու անդորրություն ձեր և ողջ ժողովրդի համար։ Անուհոր և ոգվով և ոգվույն սրտով ամեն։ Սիճար խաչին կորուսելոցը հիմարություն է, իսկ մեզ փրկելոցս Աստծո զորություն։ Սիրելի հավատացյալներ, տերունական այս հրաշափառ օրը տրտնապատկվել է իր ամբողջ զորությամբ, գեղեցկությամբ ու փայլով։ Քրիստոսաբնակ այս սուրբ տաճարում տեղի ունեցած ձեռնադրության օրոքով։ Ինչպես Թովմաս առաքյալը իր ձեռքը դնելով Տիրոջ կողի մեջ, զորացած ու ճառագայթող աչքով խաչի նշանով օրհնեց հավատացյալներին, այդպես էլ այսօր սրբալույս մյուրոնով օծված նորաոց քահանաները իրենց անդրալի օրհնությունը փոխանցեցին մեզ խաչի նշանով և շնորհով։ Այս պահը մեզ ցնծություն է բերում մեր սրտերին, քանզի յուրաքանչյուր խորհրդի մեջ առկա է շարունակականություն, յուրաքանչյուր ձեռնադրություն, նոր ուժ, ոգևորություն և սեր է, որ փոխանցվում է ներկային ու գալիքին։ Նորաոց քահանաները գալիս են զորացնելու հավատը, սերը, խոնարհությունը մեր ժողովրդի մեջ, դառնալով աջակից և գործակից իրենց ավագ եղբայրներին, որոնք արդեն իսկ փայլում են խաչի օրհնյալ ճանապարհով։ Սուրբ Գիրքը վկայում է, որ Քրիստոս սահմանեց 6 ներքին աստիճաններ և դրանց վրա հաստատեց 7-րդը քահանայությունը։ Մեր եկեղեցական հայրերն ասում են, որ Տերը այդ պատեց ոսկով, արդարությամբ և առաքինությամբ, ինչի մասին Սաղմոս 2 Դավիթը ասում է. «Քո քահանաները քո արդարություն հագնեն և քո սրբերը խնդությամբ ցնցան»։ Սիրելի հավատացյալներ, Տերը արդար դատավոր
Սամբոսում ասում է, հրեշտակների հացը կերան մարդիկ։ Այսպիսով Տերը քահանաներին ոչ միայն հրեշտակների հետ բազմեցրեց, այլև մեծ պատվի արժանացրեց։ Եթե հրեշտակները ճաշակում են կենաց հացից և ցնցում են պատարակով, սակայն չեն կարող պատարակ մատուցել, ապա քահանաներին շնորհվեց այն մեծ պատիվը, որ հացն ու գինին վերափոխեն Քրիստոսի մարմնի և արյան։ Այդ շնորհը Տերը չտվեց ոչ նահապետներին, ոչ մարգարեներին, ոչ թագավորներին և ոչ իշխաններին, այլ միայն քահանաներին։ Սիրելի հավատացյալներ, այսօր տոնում ենք Գյուտ խաչի տոնը։ Սրբազան այս տոնը, որի սկիզբը գալիս է ավանդությունից և պատմական իրադարձություններից։ Հռոմի կայսր կինը Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, հանդիպում Տիրոջ եղբայր Հակոբոսին, որ առաջին եպիսկոպոսն էր։ Նրանից տեղեկանում է, որ հրեաները թաքցրել են Տիրոջ խաչը։ Կայսրու հրամանով փորվում է հողը և հայտնաբերվում են 3 խաչերը, որպեսզի պարզեն, թե որն է Տիրոջ խաչը, նրանք մոտեցնում են մահացած մի աղջկա և նա կենդանանում է։ Այդ հրաշքով ճանաչվում է Տիրոջ կենարար սուրբ խաչը։ Հակոբոս եպիսկոպոսը մի մաս նշանից նվիրում է կայսրուն, որը այնուհետև իբրև ժառանգություն հասնում է Սուրբ Ռիփսինեին, որն էլ իր հետ բերում է Հայաստան աշխարհ։ Հետագայում Փրկչի 325 թվականին Մեծը Կոստանդիանոսի մայրը Սուրբ Հեղինեն գալիս է Երուսաղեմ և որոնում Տիրոջ խաչը։ Մի հրեա, որ գիտեր գտնվելու վայրը, սկզբում հրաժարվում է ցույց տալ, բայց վերջապես հայտնում է և կրկին հրաշք է կատարվում, մահացած պատանում հպում են խաչին և նա հարություն է առնում։ Այդ ժամանակ կայսրին Գողգոթայում կառուցում է հարության տաճարը և այնտեղ կանգնեցնում Տիրոջ սուրբ խաչը։ Սուրբ խաչը յուրաքանչյուրի համար տարբեր իմաստ ունի։ Մեկի համար զորություն է, մյուսի համար տկարություն։ Մեկի համար մահ, մյուսի համար կյանք։ Ահա թե ինչու Սուրբ Գիրքն ասում է, որ ըստյա մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ փրկվածների համար Աստծո զորություն։ Ահա սիրելի հավատացյալներ և եղբայրներ ի Քրիստոս, ինչպես հիվանդի համար առողջարար ուտելիքը և ըմպելիքը տաղտկալի են թվում, այդպես է անհավատ կամակորների խաչի քարոզությունը հիմարություն։ Հրեաներն ասում էին, եթե Աստծո որդի ես, իջիր խաչից և կհավատամ քեզ։ Այդպես ասում էր նաև ավազակը խաչի վրա։ Սրա վերաբերյալ ասենք, որ իրական զորավորը նա է, ով ասում է դժնդակ փորձությունների միջով և դուրս գալիս ամրացած, ինչպես նա, ով մտնում է վարար գեր կամ արեկոստով և դուրս գալիս ավելի փորձառնացած, քան նրանք, ովքեր չեն մտել ծովի կամ գետի մեջ։ Քաջամարտիկը պատերազմով է հաղթում, այլ ոչ թե մի կողմ կանգնելով, ինչպես այն 3 մանուկները, որոնք սքանչելի ելան և չայրվեցին հնոցի բոցերի մեջ, որովհետև դրանք մեջ մտան հավատքով և չվախեցան։ Նույնպես և մեր Տիրոջ գերագույն հաղթությունը նա է, որ լինելով գալված խաչին արձակեց տատյաններին, իր մահով մահը խափանեց և գերեզման մտնելով մեզ երկինք բարձրացրեց։ Արդ սիրելի քահանա հայրեր, մաղթանքս է, որ հավատարիմ մնաք ձեր տրված եղմանը,
որ Սուրբ Սեղանի առջև ասում եք, թե պատրաստ եք կատարել բոլոր հրամանները և Սուրբ կանոններով քայլել առանց հակառակվելու ձեր հոգևոր առաջնորդներին։ Մաղթանքս է, որ քայլեք խաչի ճանապարհով, որը նեղ ճանապարհ է, որը տանում է հավիտենական կյանք ու Քրիստոսի քահանայի ճանապարհն է։ Իսկ մյուսը, որը լայն է, տանում է կործանում։ Դուք օրինակ վերցրեք մեր հայրերից, մեր շուրջը ապրող ու արարող եղբայրներից, որոնք վստահ հավատքով ընթանում են նեղ ճանապարհով, լցված Սուրբ Էջմիածնի հանդեպ արժեք սիրով, և որոնք իրենց տոկունությամբ մեզ ուժ են փոխանցում ասելով, եթե կցորդեք Տիրոջ չարչարանքներին, հաղորդակից կլինեք նաև նրա փառքին։ Սիրելի եղբայրներ, ձեր ծառայությունը բերեք մեր Սուրբ եկեղեցուն, ոչ թե ծուլությամբ, քնքոտությամբ, շվայտությամբ, պիղծ խորհուրդներով, այլ Սուրբ վարքով, ուղիղ հավատքով, լուսավոր մտքով, ջրաջան մշակի համբերությամբ, խոնարհությամբ և հեզությամբ։ Այսպես ընթացեք, ակնկալելով Աստծո երանելի լույսն ու սերը, Տերը երբեք չի լքի ձեզ, և ձեր բարձրությունը կստանաք պսակադրողից, մեր Տեր